Սպիտակ տունը վստահ է, ԱՄՆ նախագահը չնայած Վենեսուելայի դեմ Վաշինգտոնի քայլերին կկարողանա պահպանել անձնական լավ հարաբերություններ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ։ Կարծում եմ նախագահ Թրամփը պահպանում է շատ բաց ազնիվ և լավ հարաբերություններ և Ռուսաստանի և Չինաստանի նախագահների հետ։ Անձնական հարաբերությունները կշարունակվեն, վստահեցրել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ Թրամփը հայտարարել է 2027-ի ռեկորդային պաշտպանական բյուջեի մասին։ Թրամփի խոսքով ընդհանուր գումարը պետք է հասնի $1.5 տրիլիոն, ինչը թույլ կտա ստեղծել երազանքի բանակ չափազանց խնդրահարույց և վտանգավոր ժամանակներում։ Թրամփը նշել է, որ այն պետք է կարողանա ապահովի իր անվտանգությունը, անկախ նրանից, թե ով է հակառակորդը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի իշխանությունների հետ քննարկելու Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռազմական ճանապարհով Գրենլանդիային տիրանալու վերաբերյալ հարցին Ռուբիոն պատասխանել է, որ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիքի դեպքում ցանկացած նախագահ իր տրամադրության տակ ունի այդ սպառնալիքը ռազմական միջոցներով հասցեագրելու տարբերակը։ Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել հարցը լուծել այլ ճանապարհով։ Արևմտյան ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների և այլ ենթակառուցվածքների տեղակայումը Ուկրաինայում կհամարվի անվտանգության անմիջական սպառնալիք ներկայացնող միջամտություն և դրանք կդառնան Ռուսաստանի զինված ուժերի համար օրինական թիրախներ։ Սախարովայի հայտարարությունն է։ Այս նախազգուշացումները բազմիցս հնչել են ԱՄՆ բարձր մակարդակներում և մնում են արդիական, հավելել է նա։